Գալերի 25-ը այս անգամ իր այցելուին ներկայացավ բավականին հետաքրքիր և յուրօրինակ էքսպոզիցիայով։ Գյումրու արվեստասեր հասարակության դատին էր ներկայացված լուսանկարիչ Արմեն Շահպարոնյանի լուսանկարները։ Արմենի այս աշխատանքները թեմատիկ էին և ներկայացնում էին Շիրակ աշխարհի հինավուրց գանձերը, որոնք հայտնաբերվել էին Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցների երկարատև քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Քանի որ թանգարան ցուցադրություն չունի, տվյալ ցուցահանդեսում օգտագործված են թանգարանում պահպանվող որոշ նյութեր, որոնք կարող են ինչ-որտեղ առանձնանում են իրենց պատմական, գեղարվեստական, գեղագիտական արժեքով։ Եվ սա հնարավորություն է առաջի հերթին լայն հասարակությանը, թեկուզ գեղարվեստական լուսանկարների միջոցով հաղորդակից դարձնել մեր անցյալի որոշ մասունքների, որոնք իհարկե անշուշտ կհետաքրքրեն ոչ միայն որպես իրեր, որոնք գեղեցիկ են եւ այլն, կամ հաջողված լուսանկարներ են, այլ նաեւ ինչ-որտեղ ունեն լուսավորչական բովանդակություն, որովհետեւ մարդկանց հետաքրքիր է, թե ինչ է սիրը, երբ է ստեղծված, ինչ մշակույթ է, ինչ ժամանակաշրջան է եւ այլն եւ այլն, եւ նույնիսկ այս ցուցահանդեսի միջոցով մարդիկ արդեն որոշակի ոչ միայն գիտելիքներ կստանան, այլ նաեւ կարող են նույնիսկ թյուր պատկերացումներ ունեցողները, ինչպես ասում են, ակնհայտ ձևով, ակնդետ դառնալով կհարստանան նաև գիտելիքներով, ոչ միայն գեղարվեստական ճաշակ եւ այլն։ Նախ սա առաջի ֆոտո ցուցահանդեսը չէ, մենք ունեցել ենք գլխարկների ցուցահանդես ֆոտո համադրությամբ միասին, էլի հենց Արմեն Շահպարոնյանի ցուցահանդեսն է եղել, Անիի հետ միասին, բայց այս դեպքում ավելի շատ այստեղ ակունքները ցույց տալու, ակունքներին անդրադառնալու ու նաև եւս մեկ անգամ համոզվելու թե ինքներս համոզվելու, թե նաև ինչ-որ չափով ցույց տալու, որ Շիրակի ու Գյումրու արվեստը ու արվեստի կենտրոն լինելը դա պատահականություն չէ։ Եվ հենց ֆոտո արվեստի միջոցով շատ ավելի ցայտուն է դառնում, թե ինչ հարստություն ինչ հարստություն է ունեցել Շիրակի մարզը, ու ինչպես արդեն նշվեց մի քանի անգամ, սա ուղղակի շատ փոքր մասն է ու ֆրագմենտներ են ընդամենը, բայց գուցե հենց այդ ֆոտո արվեստագետի աչքով հնարավոր է այս բոլորը ցուցադրել։ Իրոք շատ ճաշակով, շատ հետաքրքիր լույսով ու շատ ճիշտ ֆրագմենտների ընտրությամբ։ Այսինքն հենց դրա համար ինքը արվեստ է։ Իմ կարծիքով թե ինչ մեթոդով է, կան էլ կարևոր չէ, ֆոտոխցիկի միջոցով է, վերցինով է, թե քանդակի միջոցով է, թե ինստալացիա է, թե վիդեո է, բոլոր տեսակները ուղղակի կարևոր արվեստն է, իսկ այստեղ պետք չէ դրա մասին կասկածել, որ սա արվեստ է, թե ուղղակի ֆոտոֆրագմենտներ են, սա հենց
ֆոտո արվեստ է ու շատ լավ իմաստով, շատ լավ ներկայացված ու ուրախ եմ, որ այս հնարավորությունը ընձեռվեց, նաև երկրագիտական թանգարանը առաջի անգամ շատ գործեր առաջի անգամ են ցուցադրվում իրոք նաև մեկ անգամ համոզվելով ես ափսոս, որ մենք թանգարանի շենք չունենք, որովհետև սա ուղղակի 0.01 կամ չգիտես ինչ տոկոսն է, որը այստեղ ցուցադրվել է, ափսոս, որ մենք էլ ապահովության այնպիսի համակարգ չունենք, որովհետեւ գոնե այս իրերը, որոնք ցուցադրվել են, մենք ի վիճակի լինենք նաև ցուցադրել իրական գործերը, որովհետև շատ դեպքերում իրական գործերի եւ ֆոտոյի չափերի հսկայական տարբերություն կա եւ իհարկե նաև սա շատ հետաքրքիր է, որովհետև շատ տեղեր կարելի է լրիվ ուրիշ իրականում ինքը ուրիշ պատկերը ֆոտո Արմենը ստացել է լրիվ այլ բան եւ կիրառական լուրջ արվեստի հետ ենք ծանոթանում ֆոտոարվեստի միջոցով հուսով եմ որ շատ հաջողված հրաշալի փորձ է եւ ափսոսում եմ որ կատալոգ ֆոտոալբոմ չունեցանք այս գործերի բայց գոնե այս չափով բայց հուսով եմ որ շարունակությունը անպայման կլինի ու կկարողանանք նաև կատալոգով արձանագրել, բայց հուսով եմ ձեր վիդեո կատալոգը արդեն լուրջ ներդրում է։ Դե պաշտոնական մոդեցումներնիր անպայման մասշտաբ կերնիր։ Իսկ ես տեսել եմ, պրոստը տեսել եմ ինչ գեղեցկություն կա ամեն մեկի մեջ։ Աշխատել եմ ցույց տալ։ Ու ոչ ամբողջական, այլ դետալներ։ Պարզ այն դետալը, որը քեզ ուզել է, դետալը որ գնալել է, դու ուզել ես հանդիսատեսել։ Այս բոլոր ցուցադրված իրերից որը կարողացնել։ Մեկը երկուսը Ուսենք կարևորը, որ ինձ համար ավելի քեզ համար գալելու։ Մեկը էս Դիոնիսի դեմքը, էդի, բռնիչնոշկա էդի գլուխը ու մաղը։ Սա անպայման շարունակական կերնի, մյուս ցուցադրությունը հույս ունի հայկական տարազների հետ կապված ցուցադրություններն։ Թանգարանի ֆոնդերը այսօրվա դրությամբ կազմում են 22,000-ից ավելի է, միայն արդեն պետական հաշվառում եւ անձնագրավորում ունեցած նյութերը։ Այստեղ ներկայացված է, չգիտեմ, 0,000 քանի տոկոս ֆոտոների ձևով։ Այն է ոչ որպես թանգարանային իրեր, այլ պարզապես որպես պատմության մասունքների ինչ-որ մասեր, դրվագներ, իսկ եղած նյութերի մեջ տեղ են գտել շատ հետաքրքրական նյութեր մեր կողմից պեղված, օրինակ այնտեղ կա Հայաստանում առայժմ կոնե միակ միջնադարյան աղամանի լուսանկարը, բավականին այսպես միֆոլոգիական պատումներով իր վրա, այստեղ կան մեր կողմից թեկուզ հենց 2011-ին պեղված նյութեր, որոնք նույնիսկ հələ հրատարակված չեն, բայց քանի որ ցուցահանդեսին պետք էր, մենք ընդառաջ գնացինք, կան բազմաթիվ եւ մեր կողմից պեղված եւ
դեռևս չէ հրատարակված, կարելի ասել դեռևս կամերային մշակման փուլում գտնվող նյութեր ու բաներ, բայց դրանք հետաքրքիր են, դրանք շատ արժեքավոր են, բազմաթիվ նյութեր կան, որ եզակի են, այսինքն ոչ թե մենակ Հայաստանում, այլ ընդհանրապես մեզ ծանոթ չեն, ինչպես ասեցի, օրինակ, ինչպես են ուժի վերևի հատվածը Բաքոսի պատկերով, մեր կողմից դա պեղվել է Բենյամինում, այստեղ ներկայացված է Հայաստանում հայտնաբերված ամենահին երաժշտական գործիքներից մեկը, այսպես ասած քարեսրինգը, հայկական քարեսրինգը, որը թվարկվում է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարով, պեղված է Բենյամինում, էլի մեր արշավախմբի կողմից, այդպես անընդհատ կարելի է թվարկել, կամ մենք ասում ենք մեր բանանկարչությունը, որտեղից է գալիս բան, օրինակ Էմիլ լուսանկարը, դա էլի մեր կողմից է պեղված, Բենյամինի հելենիստական շերտից թվագրվում է մեր թվարկության մոտ առաջի դարով, առաջինից առաջի, բայց դա է, ասենք, դրախտի պարադիզի պատկերումն է մի ուրեմն տափաշշի վրա, տարբեր գույներով, նույնիսկ խորանկար կա այնտեղ, եղնիկներով, թռչուններով այգու մեջ եւ այլն, այնպես որ եթե անկեղծ ասեմ, ապա ամեն ներկայացված լուսանկարում թեկուզ ֆրագմենտով կամ այլ ռակուրսներով ներկայացված նյութերից յուրաքանչյուրի մասին կարելի է խոսել։ Դիտելով այս ցուցահանդեսը ուղղակիորեն հպարտություն ես ապրում այն գաղափարից, թե մեր նախնիները ինչպիսի հմտությամբ են կարողացել ստեղծել նման արվեստի նմուշներ, որոնք երևի թե աշխարհում եզակի են։ Բայց միևնույն ժամանակ խորը ափսոսանք ես ապրում այն մտքից, որ այս գանձերը պահվում են հասարակության աչքից հեռու։ Քանզի չկա համապատասխան կառույց, որտեղ կցուցադրվեն այս գանձերը։ Մնում է միայն հուսալ, որ երբևէ մեր քաղաքի ղեկավար այրերը նույնպես կհասկանան այս պատմական իրերի իսկական արժեքը եւ միջոցներ կտրամադրեն, որպեսզի ստեղծվի Շիրակի պատմության թանգարանը, որը կդառնա ոչ միայն մեր քաղաքի, այլ հանրապետության լավագույն թանգարաններից մեկը։